Նախ նշեմ, որ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ինչպես տեսանք հրապարակվեց որոշումը եւ որոշումը հետեւյալն էր Դավիթ եւ Գոր Համբարձումյանների մասով դատական ակտը բեկանվեց եւ այդ մասով գործն ուղարկվեց նոր քննության։ Ես նշեմ, որ վերաքննիչ բողոքի մեր պահանջներից մեկն էլ դա է եղել, այսինքն մենք խնդրել ենք վերաքննիչ դատարանին կամ արդարացնել պարոն Համբարձումյանին, կամ բեկանել դատավճիռը, քանի որ ունեինք լիիրավ կարծիք հայտնելու, տեսակետ հայտնելու, որ առաջի ատյանի դատարանի կողմից կայացված, Չիչոյանի կողմից կայացված դատական ակտը եղել է ոչ հիմնավոր եւ ոչ օրինական։ Եվ մեր մյուս պահանջը եղել է այդ մասով Դավիթ եւ Գոր Համբարձումյանների մասով գործն ուղարկել առաջին ատյանի դատարան այլ դատական կազմով, այլ դատավորի մոտ նոր քննության։ Եվ ինչպես տեսանք, մեր պահանջներից դա բավարարվեց։ Մենք չգիտենք իհարկե բնականաբար որոշում մեզ չի տրամադրվել, քիչ առաջ հրապարակվեց որոշման եզրափակիչ մասին եւ մենք չգիտենք պատճառաբանությունները, չգիտենք ինչ հիմքով է բեկանվել, ուղարկվել նոր քննության եւ թերևս այդքանը կարող եմ ասել, այս պահին, այս փուլում դեռևս մենք գոհ ենք վերաքննիչ քրեական դատարանից կայացված դատական ակտի համար, հետագայում արդեն երբ որ կստանանք պատճառաբանությունները կտեսնենք, ես կարծում եմ մենք նաև վճռաբեկ բողոք կներկայացնենք այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ քրեական դատարանը այս փուլում կարող էր նաև արդարացնել, այլ ոչ թե գործն ուղարկել նոր քննության, թեև մենք ակնկալում ենք, որ գործի նոր քննության ընթացքում եւս պետք է կայացվի արդարացման դատական ակտ եւ այո, մասնակի բավարարեց ուղարկվեց նոր քննության եւ վարչական հսկողության մասով էլ նշեմ, ըստ էության ինչպես տեսանք խափամիջոց տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության եւ վարչական հսկողության հետ կապված դատարանը միայն երկու նկատառում կատարեց, որ պարոն Համբարձումյանը պարտավորվում է շաբաթական մեկ անգամ ներկայանալ իր հաշվառման վայրի պրոբացիայի ծառայություն եւ այնտեղ համապատասխանաբար ներկայանալու ստորագրել եւ չշփվել սույն վարույթով տուժողների հետ։ Այդքանը։ Ես ճիշտ գիտեմ, որ նաև վաղեմության հարց կա, այստեղ ժամկետների խնդիր չկա։ Վաղեմության հետ կապված մենք խնդիր չունենք։ Չէ, ոչ, 2018 թվականին է դեպքը տեղի ունեցել։ Շնորհակալություն։